Գոյամարտ սերիալում իրադարձություններն օր-օրի ավելի են սրվում, դարձնելով պատմությունը ոչ միայն դիտարժան, այլ հուզիչ։ Լարված սերիալները հաջորդում են մեկը մյուսին, կադրերը ծանր են, զգացմունքային առումով, իսկ յուրաքանչյուր նոր բացահայտում հերոսների կյանքը տանում է անսպասելի ուղղությամբ։ Ժամանակի անցումը սերիալում զգացվում է շատ հստակ, որ մնացած երեխաներն արդեն մեծացել են և կյանքը նրանց յուրաքանչյուրին տարել է իր ճանապարհով։ Պապի հետ մնացած երկու եղբայրները՝ Լեոն և Դավիթը, մեծացել են ցավի, հիշողությունների և չլուծված հարցերի մեջ։ Նրանք ապրում են հոր ու մոր բացակայության զգացողությամբ, բայց նաև պապի լուռ ուժով, ով փորձել է հնարավորինս պահել ընտանիքի փլուզված հիմքերը։ Երկուսն էլ ընտրել են բռնցքամարտը որպես ինքնահաստատման և գոյապայքարի միջոց, մեկը որպես մարզիչ, մյուսը որպես մարզիկ։ Ռինգը նրանց համար դարձել է ոչ միայն սպորտ, այլ նաև ներքին լարվածությունը դուրս բերելու միակ ճանապարհը։ Մյուս կողմում Մարկն է՝ Մոսկվայում մեծացած եղբայրը, ում կյանքը սկզբից իսկ կառուցվել է ստի վրա։ Նրա անունը փոխվել է, անցյալը ջնջվել, իսկ իրական ընտանիքը թաքցվել նրանից։ Ամեն ինչ հուշում է, որ Մարկին հենց Հունանն է վերցրել, իհարկե, Ավոյի անմիջական օգնությամբ և տվել այլ կնոջ խնամքին։ Այդ որոշումը դարձել է ճակատագրական ոչ միայն Մարկի, այլ ամբողջ ընտանիքի համար։ Նա մեծացել է հավատալով, որ իրեն լքել են, և այդ հավատը ձևավորել է կոշտ, փակ ու պայքարի պատրաստ բնավորություն։ Բռնցքամարտը Մարկի համար նույնպես դարձել է կյանքի լեզուն։ Նա մարզվել է տարիներ շարունակ, դարձել ուժեղ ու վտանգավոր մրցակից, և հիմա նա վերադառնում է Հայաստան՝ մասնակցելու մրցումների, առանց անգամ պատկերացնելու, որ ճակատագիրը նրան կանգնեցնելու է իր հարազատ եղբոր դեմ։ Ռինգում սպասվող այդ մենամարտը սերիալի ամենածանր ու խորհրդանշական պահերից մեկն է լինելու՝ եղբայր-եղբոր դեմ, արյուն-արյան դեմ, առանց ճշմարտությունն իմանալու։ Սկզբում նրանց միջև լինելու է ոչ միայն սպորտային մրցակցություն, այլ իրական թշնամանք։ Յուրաքանչյուրը փորձելու է հաղթել՝ առաջնորդվելով իր ցավով, իր անցյալով ու իր ներսում կուտակված զայրույթով։ Այդ մենամարտը լինելու է կյանքի ու ճակատագրի բախում, որտեղ հաղթանակը կարող է դառնալ ամենացավոտ պարտությունը։ Գոյամարտը հենց այս կետում է դառնում առավել խորքային։ Սա պատմություն է բաժանված եղբայրների, կորած ճշմարտության, տարիներով թաքցված մեղքերի և անխուսափելի բացահայտումների մասին։ Առջևում սպասվում են պահեր, որոնք կփոխեն հերոսների կյանքն անդառնալիորեն, և հեռուստադիտողին կպահեն էկրանի առաջ շունչները պահած։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Իհարկե, պատմությունն այստեղ կանգ չի առնում, հակառակը, հենց այս պահից Գոյամարտը մտնում է իր ամենախորը ու ամենացավոտ փուլը։ Գոյամարտում առաջիկա զարգացումները խոստանում են լինել առավել ծանր, լարված ու հոգեբանորեն խորքային։ Ճակատագիրը կարծես հատուկ խաղ է խաղում հերոսների հետ, քայլ առ քայլ մոտեցնելով նրանց այն ճշմարտությանը, որը կարող է և միավորել, և կործանել, սակայն մինչ այդ ճշմարտության բացահայտումը նրանք ստիպված են անցնել ամենադաժան ճանապարհով՝ պայքարելով միմյանց դեմ։ Մարկի վերադարձը Հայաստան խառնելու է բոլոր խաղաքարտերը։ Նրա հայտնվելը մրցումներում անհանգստություն է առաջացնում ոչ միայն մարզական միջավայրում, այլ նաև այն մարդկանց մոտ, ովքեր գիտեն անցյալի գաղտնիքները։ Հունանն ու Ավոն առաջին անգամ կզգան վտանգը։ Անցյալ, որը նրանք փորձում էին թաքցնել, կարող է վերադառնալ ամենաանսպասելի պահին։ Յուրաքանչյուր հայացք, յուրաքանչյուր քայլ դառնալու է կասկածելի, քանի որ ճշմարտությունը սկսում է մոտենալ։ Լեոն և Դավիթը նույնպես զգում են, որ նոր մրցակիցը պարզապես հերթական մարզիկ չէ։ Մարկի շարժումների մեջ կա ինչ-որ ծանոթ բան, նույն համառությունը, ներքին կատաղությունը, որը կարծես արյունով փոխանցված լինի, սակայն նրանք դեռ չեն կարողանում հասկանալ ինչու է այդ մարդն այդքան ուժեղ ազդեցություն ունենում իրենց վրա։
Պապը շարունակելու է ապրել իր լուրջ ցավի մեջ, նրա համար Մոսկվայում մնացած թոռը մինչ օրս անորոշ ճակատագիր ունի, արդյոք նա ողջ է, ապրում է, թե ոչ, նա անգամ չի պատկերացնում, որ այդ նույն թոռը գալու է իրեն շատ մոտ, գալու է նույն քաղաք, որտեղ ապրում են իրենք և շնչելու է նույն օդը, որն իրենք են շնչում։ Պապի կերպարը սերիալում դառնալու է խղճի ու հիշողության խորհրդանիշ, մարդ, ով կորցրել է գրեթե ամեն ինչ, բայց դեռ պահպանում է հավատը, որ ճշմարտությունը մի օր բացվելու է։ Ռինգում սպասվող մենամարտերն աստիճանաբար վերածվելու են կյանքի ամենակարևոր որոշումների, այստեղ այլևս հարցը հաղթանակը չէ, այլ ով ինչ կկորցնի այդ պայքարում։ Սերը, ընտանիքը, ճշմարտությունը, թե սեփական հոգու անդորրը, յուրաքանչյուր հարված մոտեցնում է ճակատագրական պահերին, երբ ստերը չեն կարողանա այլևս գոյություն ունենալ։ Գոյամարտը շարունակվում է որպես պատմություն, որտեղ ամեն ինչ կառուցված է հակադրությունների վրա՝ սեր, ատելություն, ճշմարտություն, սուտ, եղբայրություն ու թշնամանք։ Առաջիկա սերիաները լինելու են վճռորոշ բացահայտումներ, փլուզումներ և ընտրություններ, որոնցից հետո հերոսների կյանքը երբեք նախկինը չի լինելու։ Հեռուստադիտողին սպասվում է իրական գոյամարտ։